Այս ինքնավստահ գյումրեցին Պոլոզ Մուկուչը լեգենդար զվարճախոս է, անձնագրով Մկրտիչ Ղազարի Մելքոնյանն էր։ Բարձրահասակ լինելու համար գյումրեցիները նրան տվել էին Պոլոզ մականունը։ Բնիկ գյումրեցին հագնում էր ֆանարի ձևով կարված թափովի շալվար, կրում էր կաստոր կտորից գլխարկ, փափուկ կաշվից կոշիկներ։ Մկրտիչը կրթություն չուներ, փոդրաչի էր, պատվիրատու, իսկ իրականում նրա գլխավոր արհեստը սուր խոսքն էր ու զվարճախոսությունը։ Մի օր գնում է ատամնաբուժի մոտ։ «Բժիշկ ջան, ատամս կցավա»։ Բժիշկը փորձում է կատակել։ «Էդ հասարակ բանի համար բժշկի կգան, իմ ատամը որ ցավում է, կնոջս համբուրում եմ, անցնում է»։ «Կնիկդ տունը կեղնի»։ Հարցնում է Մուկուչն ու ոտքի ելնում։ Մյուս անգամ մայրը նրան ուղարկում է Ղունկի աղայի խանութը։ «Գնա տես, ապրանքի գները իջել են, մի քիչ բանման առնենք»։ Մուկուչը գնում է, փոփոխություն չի տեսնում, կանգնում է դրան մոտ կախված հայելու առաջ, մազերը հարդարում ու դուրս գալիս։ Սա կրկնվում է մի քանի օր։ 4-րդ օրը խանութպանը զայրացած հարցնում է. «Ծո, խանութ ես եկել թե վարսավիրանոց»։ «Ապրանքներուն գները որ կաշեմ, մազերս բիզբիզ կկայնին, կսանրեմ, նոր դուրս կուգամ»։ Պոլոզ Մուկուչը պարզապես զվարճախոս չէր, մինչև այսօր նրա հումորը ապրում է, որպես քաղաքային ինքնության մի մաս։ Եթե գիտեք Պոլոզ Մուկուչից կատակներ, գրեք ներքևում, իսկ ես նրա մասին հաջորդ տեսանյութը կպատրաստեմ հենց ձեր առաջարկած զվարճախոսություններով։